Ձեր ուժը 5 ամիս առաջ Նարեկ Կարապետյանը դիմել էր ՀԾԿՀ-ին էլեկտրոէներգիայի ուրեմն սակագինը իջեցնելու առաջարկով, սակայն ՀԾԿՀ-ն ի զարմանս բոլորի հրաժարվում է հայտարարելով, որ տարեվերջին սակագնի փոփոխություն են նախատեսում, ինչ ակնկալիքներ ունեք։ Նախորդ դիմումի վերաբերյալ պատասխանի բացակայությունը կամ բացասական պատասխանի արկայությունը անկեղծ ասած ինձ թվում է պետք է մեկնաբանի հենց այն մարմինը, որը որ հրաժարվել է ունենալով հնարավորություն իջեցնելու հոսանքի գինը չի իջեցրել։ Մամուլում երեք շրջանառվում էր տեղեկություն, որ խոսքը գնում է ընդամենը 20 լումայի մասին, որը որ բացարձակ սուտ է։ Խոսքը գնում է 3 դրամի մասին, առնվազն։ Եվ այստեղ նույնիսկ այդքան էական չի, թե էժանացումը ինչքան պետք է լիներ։ Էականը այն հարցի պատասխանը, որպեսզի մենք ստանանք, թե ինչի հնարավորություն է եղել հոսանքի սակագինը իջեցնել, բայց պատկան մարմինը դա չի արել։ Այսինքն այսօր ես հոսանքի դիմաց ավելի շատ գումար եմ վճարելու ՀԾԿՀ-ի մեղքով, երբ որ կարող է ավելի քիչ գումար վճարել, ճիշտ եմ հասկանում։ Այո, այդպես է ստացվում եւ այստեղ մի բան կարող եմ մենակ ենթադրել, ինչի ժամանակին դա չի արվել։ Ինչու։ Միգուցե սա իրենք տեսնելով իրական հնարավորություն հոսանքի գինը իջեցնելու, որոշել են դա երկարաձգել պահելով որպես նախընտրական ինչ-որ գործիք մարդկանց մոտ դրական տպավորությունները առաջացնելու համար։ Ակնարկում եք, որ ՀԾԿՀ-ն աջակցում է ՔՊ-ին, քաղաքացիական բանակին։ Նման ենթադրությունների ունենալու համար կարծում եմ բոլորս ունենք բավարար հիմքերը։ Հաշվի առնելով նաև այն կառավարչի անձը, ով որ նշանակվել է այսօր որպես հեծի կառավարիչ։ Այսինքն չեք վստահում նրա անկողմնակալ որոշման։ Ձերից կմնամ այդ հարցին պատասխանելուց, քանի որ պատասխանը ակնհայտ է բոլորիս համար։